Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը ԵԱՀԿ-ն 2025 թվականի նոյեմբերի 30-ի ժամը 23:59-ին ավարտեց Մինսկի գործընթացի և դրա հետ կապված կառույցների փակման գործընթացը։ Այս գործընթացով իրականացվեց ԵԱՀԿ-ի 57 մասնակից պետությունների համակարծիք որոշումը, որն ընդունվել էր 2025 թվականի սեպտեմբերի 1-ին պատմական նշանակություն ունեցող 2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված համատեղ հռչակագրի համատեքստում։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի Մինսկի խումբը պաշտոնապես փակվեց 2025 թվականի սեպտեմբերի 1-ին ԵԱՀԿ նախարարների խորհրդի միաձայն որոշմամբ, որը կայացվեց Հայաստանի և Ադրբեջանի կողմից դրա լուծարման համատեղ դիմումից հետո։ Հիշեցնենք նաև, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը արցախյան հակամարտության կարգավորման հիմնական ձևաչափն էր 1992 թվականից ի վեր։ Մինսկի խմբի համանախագահ 3 երկրների՝ Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջնորդությամբ է ներկայացվել հակամարտության կարգավորման մի շարք տարբերակներ, այդ թվում Քիվեսթը, Կազանյան պլանը, Մադրիդյան պլանը, Լավրովի պլանը։